ամեն ինչը հենց 6 տարի է դուք կռիվ եք տալի, 6 տարի է բարձրաձայնում եք։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահը եկել է, եկաք եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, հաստատեցին որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով ինչ չի անում, ինչ ակնկալիքներ Ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկն է պետք չի որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, մի առաջարկներ ակնկալիքները, որ ոչ մեկ չի աշխատում, մենակ ԱԱԾ տնօրենի։ Չէ, պետք է աշխատեն, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի ես հանդիպում չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել, այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժում։ Այս հանքանիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի։ Անունը սենց են ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ։ Բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ անելու։ Արանքում ակուրատնին սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին։ Որտեվ գիտեին, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Ես Կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալին նիստեին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գայինք կապիկությունները ձեր նային։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ ու նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար կողքին են եղել ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ կա, եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Չէ, ես այդներ ո՞ս կարող եմ։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Այդպես բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշեն։ Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Մի դրվագով։ Օլի շով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան, ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողների շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն ոչ մի բան չի անում։ Հիմա հարց, այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացություն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ 25 տվի սեպտեմբերին աշխատանքը հայտարարեցին ավարտված, էլի ենք սպասում, որ ինքներ խոստացավ ստացեց անպայման մենք զեկույցը կանի անդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ, առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու всё, պերս։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբորը, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել այնտեղ, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինող, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն էին։ 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխան Չէ, չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում։ Բաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Լավ, հիմա ձեր գործողությունները ինչ են լինելու։ 6 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում եք։ Այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքներ։
Թող հիմա քնի հանձնաժողովի բա գործը ո՞րն է ելի, ուզում եմ դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում, քնի հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Հետո հետևանքներն ասեն ինչ եղավ, խիելավ ու մեղքով եղավ։ Ու ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք են պատերազմն եք կրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է եկել, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով ես ահտալի, ես չեմ ուզում պատերազմ։ Ես այդ պատերազմի ուժասն եմ։ Ես եմ հարազատ կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավելի լավ է զենքը ձեռս մեռնեմ։ Թուրքի, ինչա, բա էդի չի տանում։ Այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի ասում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղչենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղչեն սարքենք, մաքուր անարատ բաղչա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ։ Այնտեղ վաղը կռիվելա վելի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։